Գնահատականի 3 տեսակ կա այժմ։ Պետք է ստուգել այլ գործիքակազմով, էլեկտրոնային գնահատման համակարգեր, էլեկտրոնային օրագրեր։ Մենք տեսնում ենք թարմացվող դասագրքեր, մենք տեսնում ենք տպագրվող ձեռնարկներ։ Չի նույնականացվում գնահատվողը եւ աշխատանք կատարողը։ Խնդրեմ, սա է, հարմարվեք կամ մի հարմարվեք ձեր խնդիրները։ Մենք բոլորս ապրում ենք տարբեր մոլորակներում։ Ինչու է արհեստական բանականության դարաշրջանում գնահատականն այդքան կարևոր մեզ համար, երբ գնահատման համակարգը առհասարակ սպառել է իրեն։ Ողջույն, ես Անին եմ։ Կրթությունն այսօր ոդկասթի եթերում Արմանի հետ կզրուցենք գնահատման համակարգի ճգնաժամի մասին։ Արման, ըստ քեզ իրականում գնահատման համակարգը ճգնաժամ է ապրում, թե մենք ենք պարզապես չափազանցնում։ Ողջույն։ Անի ըստ իս գնահատման համակարգը ճգնաժամի մեջ է եւ ես կառանձնացնեմ մի քանի կետ։ Առաջինը դա այն է, որ չի նույնականացվում գնահատվողը եւ աշխատանք կատարողը։ Երկրորդը ես կնշեի, որ գնահատականները չեն արտացոլում սովորողի ընթացիկ առաջադիմությունը եւ որպես երրորդ կետ կառանձնացնեի, որ գնահատվողները գնահատվում են կրթական նոր չափորոշիչով, իսկ ծնողները այդ գնահատականները ընկալում են սովետական կրթական համակարգի տեսանկյունից։ Հիմա մի փոքր մանրամասնեմ, տես, երբ որ աշխատանք է կատարում սովորողը, գրում է էսե կամ ռեֆերատ, ինքը գնահատվում է այդ կատարած աշխատանքի համար, բայց գնահատողը, դիցուք ուսուցիչը կամ դասախոսը չի կարող նույնականացնել այդ էսեն կամ ռեֆերատը ինքն է գրել, թե ինքը չի գրել, որտեղ արհեստական բանականության գործիքները տալիս են լայն հնարավորություն եւ ընդամենը 10-15 վայրկյանի ընթացքում, եթե դու գիտես ճիշտ բանալի բառեր, դու կարող ես գեներացնել այդ աշխատանքը։ Չի արտացոլում երեխայի ընթացիկ առաջադիմությունը, քանի որ երեխաները շատ դեպքերում գնահատվում են զուտ խրախուսական նպատակով եւ վերջապես ծնողների հարցը, շատ ծնողներ գնահատական ընկալում են սովետական կրթական համակարգի տեսանկյունից եւ ամեն անգամ երեխան երբ որ տուն է գալիս, սրտի թրթռով սպասում են, որ տեսնեն երեխան այսօր ինչ է ստացել։ Հիմա մի փոքր մանրամասնենք իմ նշած առաջի կետի հետ կապված, ինչ գործիքակազմ կա այսօր մեր հանրակրթության մեջ կամ ակադեմիական կրթության մեջ, որպիսի դասախոսը կամ ուսուցիչը կարողանա որևէ ձև նույնականացնել արդյոք այդ աշխատանքը գեներացվել է արհեստական բանականության գործիքակազմով կամ չգիտեմ տունը խելացի պապիկը կամ հայրիկը կամ մայրիկը կամ տատիկն են գրել այդ աշխատանքը, ինչ ունեն իրենց զինանոցում այսօր դասավանդողները։ Մինչև խոսենք այն մասին, թե դասավանդողները ինչ ունեն իրենց զինանոցում, շատ կարևոր է, որ մանկավարժը պետք է առհասարակ լավ ծանոթ լինի իր աշակերտին։ Ինքը պետք է իմանա իր աշակերտի բառապաշարը, պետք է իմանա իր աշակերտի մտքի թռիչքը, այսինքն պետք է լավ ճանաչի աշակերտին։ Այդ դեպքում արդեն բնականաբար ուսուցիչը կհասկանա, նույնն էլ դասախոսը, տվյալ աշխատանքը գեներացրել է արհեստական բանականությունը, թե ինչպես նշեցիր, գրել է օրինակ խելացի բարեկամը։ Իսկ ինչ մնում է գործիքակազմին, եթե ուշադիր ես եղել, արհեստական բանականության գործիքները ունեն ստանդարտ, այսպես ասած, լեզու, զերծ են դրամատիկական շեղումներից, էմոցիոնալ ֆոնից, 4 տեքստ է գրում եւ եթե ուսուցիչը ուշադիր է մի փոքր, ապա կարող է գուշակել միանգամից, որ արհեստական բանականություն է գեներացրել։ Բնականաբար երեխաները շատ խելացի են եւ գեներացնելու ժամանակ իրենք օգտագործում են մի քանի կարևոր բանալի կետեր, նշում են օրինակ, որ ես սովորում եմ 6-ի, հանկարծ չգրես այնպես, որ լինի 8-ի գրողի, հա, այս հարցնել են արդեն լուծել։ Եթե անցած տարի կամ 2 տարի առաջ գլոբալ բոլորը տալիս էին իդեալական գրված տեքստեր, ապա հենց աշակերտներն են ընթացքում սովորեցին կիրառել արհեստական բանականության գործիքները։ Ուսուցիչների մոտ, նաև դասախոսների մոտ, իրենք էլ պետք է սկսեն կիրառել արհեստական բանականությունը, որպեսզի լավ ծանոթ լինեն այս լեզվական համակարգերին ու կարողանան գտնել այդ բոլոր խութերն ու
Բնականաբար նաև կա AI դետեկտորներ, որոնք բավականին լավ ստուգում են, թեպետ ստուգելուց զատել մենք հիմա նաև այլ խնդրի ենք բախվում, երբ դու անձամբ տեքստը հավաքում ես, բայց հենց մուտքագրում ես արհեստական բանականության գործիքի մեջ, որպեսզի խմբագրի կամ ստուգի, ինքը միանգամից դա վերագրում է իրեն։ Այստեղ մի փոքր այդ դժվարությունները գալիս են եւ հենց այստեղ լավ մանկավարժը, արհեստավարժ մանկավարժը կարող է, ելի եմ ասում, իր սովորողին անհատական որակները ճանաչելով շատ արագ հասկանալ արհեստական բանականություններ արել, թե օրինակ ինքն է գրել։ Այնուամենայնիվ ես ուզում եմ հասկանալ, արդյոք հիմա ակտուալ են տնային աշխատանքները, արդյոք իմաստ ունի տնային աշխատանք հանձնարարել երեխաներին, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաները հիմա ավելի շատ ժամանակ են անցկացնում դպրոցում, դասաժամերը հիմա ավելի երկարել են։ Իմաստ ունի տնային հանձնարարությունները, ուղղակի հարկավոր է այդ հանձնարարությունների բովանդակությունը փոխել։ Այսինքն էսե հանձնարարելը տանը գրելը տվյալ պարագայում ես արդեն համարում եմ անիմաստ կամ նույն ինքը շարադրություն։ Լավ կլինի, եթե երեխան էսեն գրի հենց դպրոցում, ու լավ կլինի, եթե անգամ, չգիտեմ, թիմային աշխատանք կատարեն այդպես ու քննարկեն, փոխանակվեն մտքերով։ Հատկապես 9-րդ դասարանում արդեն քննությունները քիչ-քիչ պետք է դառնան էսեի տեսքով։ Այստեղ առաջ է գալիս այն հարցը, թե ինչպիսին կարող են հանձնարարությունները լինել։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ լավ կլիներ, եթե հանձնարարեին ընթերցանություն ու կոնկրետ այդ հեղինակի կարծիքը վերլուծելը կամ տվյալ ստեղծագործության կերպարների վերլուծություն անել այն պարագայում, երբ երեխան կսկսի մտածելով քննադատական մտածողություն է զարգացնում է իր խոսքը, կարողանում է բերել պնդումներ եւ պաշտպանել դրանք, այսինքն մի շարք կարողունակություններ է զարգացնում, քանի որ մեր կրթական նոր չափորոշիչը ավելի շատ աշակերտակենտրոն է եւ գիտելիքահեն կրթությունից անցում է կատարել կարողունակահեն կրթություն, մենք պետք է զարգացնենք երեխայի կարողունակությունները եւ դրանք 8 կարողունակություններն են։ Առհասարակ չհանձնարարել ոչ մի տնային աշխատանք կամ չտալ տեքստային տարբերակ, մի փոքր սրա հետ ես համամիտ չեմ, բայց կարելի է տնային հանձնարարություններ նաև տալ օրինակ կարճ ֆիլմեր պատրաստելու տեսքով կամ սահիկաշար պատրաստելու տեսքով։ Ես գիտեմ, որ շատ ուսուցիչներ այժմ նաև հանձնարարում են գործնական աշխատանքներ տանը, բայց այդ գործնական աշխատանքները իրականում չեն իրացնում այն սկզբնական իմաստը, ինչ ինքը ունի։ Շատ եմ տեսել երեխաների, ովքեր նստած 15-20 էջ արձակագրություն են անում, երբ իրենք իրոք դասից գալիս են հոգնած եւ այդ արտադրությունը իրենց ոչինչ չի տալու, առհասարակ ստանալու են մի գնահատական, որը էլի իրենց գնահատականը չի, որովհետեւ ժամանակին կամ ուսուցիչն է գրել տվյալ գործնական աշխատանքը կամ վերցրել է նախորդ անցած տարվա դասարանից եւ հիմա պարզապես հանձնարարում է ու այստեղ գնում է արտադրություն։ Խնդիրները շատ են, մենք պետք է վերանայենք գնահատման համակարգը առհասարակ, ինչ ենք գնահատում, ինչի համար ենք գնահատում եւ ում ենք գնահատում։ Բնականաբար լավ կլիներ, եթե ավելի թեթևացնեին երեխաների բեռը, որովհետև իրականում երբ նայում ենք մեր դպրոց հաճախած տարիներին, մենք գնացել ենք 6-օրյա դպրոցներ, այսինքն երկուշաբթիից շաբաթ օրը մենք գնում էինք դպրոց եւ դասաժամերի քանակը այդքան շատ չէր։ Իսկ հիմա երեխան երկուշաբթիից ու շաբաթ մնում է դպրոցում 8:30-ից 9-ից մինչև 3-ը, 3:40 հոգնած իրենք տուն են գալիս, հաշվի առնենք նաև այն երեխաներին, ովքեր գնում են տարբեր պարապմունքների, պարի, երաժշտության կամ ռոբոտաշինության եւ մինչև իրենք գալիս են տուն, իրապես շատ հոգնած են լինում։ Բնականաբար պետք է անպայմանորեն վերանայվեն տնային հանձնարարությունները։ Շատ լավ։ Եթե հիշում ես, ես նաև առանձնացրեցի, որ ընթացիկ գնահատականները չեն արտացոլում երեխայի առաջադիմությունը եւ շատ դեպքերում ուսուցիչները երեխաներին գնահատում են զուտ խրախուսելու համար, օրագրերի մեջ ինչ որ գնահատականներ են դնում եւ տանը, երբ որ երեխան գալիս է, այդ գնահատականների վրա հիմնվելով ծնողները մտածում են, որ իրենց երեխան ունի այս կամ այն առաջադիմությունը։
Սակայն իրականում այդ առաջադիմությունը պետք է ստուգել այլ գործիքակազմով, էլեկտրոնային գնահատման համակարգեր, էլեկտրոնային օրագրեր, որոնց պետք է հասանելիություն ունենան բոլորը, բայց հասարակության լայն շերտեր, այդ թվում եւ ես, ձեր խոնարհծառան, չունենք հասանելիություն, այսինքն մենք երևի բաց ենք թողել այդ բանը, երբ որ հանրային հեռուստատեսությամբ կամ այլ հարթակներով ինչ-որ սոցիալական հոլովակներ կային, որը բացատրում են, թե ոնց օգտվեն։ Ես խոստովանում եմ, ես ինքս չեմ տեսել, իմ տեսադաշտում դրանք չեն եղել, բայց իմ նման շատ եւ շատ ծնողներ չգիտեն ոնց դրանից օգտվեն, եւ արդյունքում մենք ունենք հասարակություն, ծնողներ, որը չգիտի ոնց օգտվի այդ համակարգերից, մենք ունենք երեխաներ, որոնք սովորում են, բայց իրենց առաջադիմությունը չի արտացոլում ընթացիկ գնահատականները, որը իրենք ստանում են դպրոցում, օրագրերի մեջ է դրվում, մենք ունենք մանկավարժական հանրույթ, որը մի մասը սովետական մանկավարժական դպրոցից է, մի մասը 90-ականների, 2000-ականների հայկական կրթական համակարգի մանկավարժական հանրույթի մասն է, եւ երրորդը, որը նոր արդեն նոր կրթական չափորոշիչներին տիրապետող հենց ակադեմիական կրթությունը այդ նոր չափորոշիչներով ստացած, եւ ունենք չորրորդ կողմ պատասխանատու գերատեսչություն։ Իմ տպավորությունն է, որ այս իմ նշած 4 խումբը, այսինքն հասարակություն, սովորողներ, մանկավարժական հանրույթ եւ պատասխանատու գերատեսչություն, խզում կա մի փոքր եւ օրգանիկ կապը բացակայում է։ Այն տպավորությունն է, որ մենք բոլորս ապրում ենք տարբեր մոլորակներում։ Հիմա ինչ կարելի է անել, որ այդ օրգանիկ կապը ստեղծվի կամ վերականգնվի եւ երեխաների ընթացիկ գնահատականները իրոք արտացոլեն այն առաջադիմությունը, որը իրենք ունեն դպրոցում։ Քանի որ առաջներում շատ պարզ էր, երեխան ստանում էր գնահատական, ծնողը այդ գնահատականը տանը տեսնում էր օրագրի միջոցով եւ ինքը արդեն պատկերացում ուներ երեխան, որ առարգայից է թույլ, որ առարգայից է ուժեղ եւ ինչ պետք է անել, որպեսզի ընթացիկ առաջադիմությունը բարելավվի։ Իրականում մեծ խզում կա եւ այս խզումը շատ բազմաշերտ է ու մենք չենք կարող մեկ խնդիր օրինակ բերել ու ասել, որ եթե մենք սա տեղում լուծենք, մնացած խնդիրները լուծվելու են։ Նախ սկսենք նրանից, որ երբ հանրակրթական նոր չափորոշիչը ներդրվեց դեռևս 2023 թվականին փորձնական Տավուշում, այնուհետև մարզ սկսեցին փորձարկել չափորոշիչը, իսկ 2025 թվականի սեպտեմբերից արդեն Հայաստանի ամբողջ տարածքում հանրակրթական նոր չափորոշիչն է գործարկվել։ Եվ այստեղ ոչ միայն խոսքը գնում էր 8 կարողունակությունների մասին, ոչ միայն խոսքը գնում է այն մասին, որ հիմա կարողունակահեն կրթություն է Հայաստանի Հանրապետությունում եւ աշակերտակենտրոն է կրթությունը, այլ նաեւ խոսքը գնում էր գնահատման համակարգի մասին։ Այս ամենի մասին նախ ծնողները իրականում առհասարակ հասարակությունը լավ տեղեկացված չի, երբեմն նաև անգամ շատ մանկավարժներ կան, ովքեր իրենք էլ խորապես չեն ուսումնասիրել ոչ չափորոշիչը եւ ոչ էլ իրենից բխող մնացած կարևորագույն ասպեկտները։ Այստեղ թերևս պետք է մի փոքր մեղավորությունը գցեմ ԿԳՄՍ նախարարության վրա, որովհետեւ շատ լավն է չափորոշիչը, իրականում գնահատման համակարգը եւս բավականին լավն է, իհարկե միշտ լավարկելու եւ աշխատելու տեղ կա, բայց այսպես ասած քարոզչամեկենան այնքան էլ լավ չաշխատեց, տեղեկատվական դաշտը բավականին բաց մնաց, թե ծնողների համար, թե աշակերտների համար եւ բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են կամ որոշակի մաս են կազմում կրթական համակարգի։ Եվ այստեղ հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում։ Մենք սովորենք միավորային գնահատման։ Եվ ես եւ դու մենք նույնպես սովորել ենք այն դպրոցում, որտեղ եղել է միավորային գնահատում։ Ու կարծես թե ընթացիկ առաջադիմությունը աշակերտի երևացել է։ Կարծես թե ծնողը շատ պարզ ու շատ հստակ տեսել է այդ գնահատականը եւ իմացել է, թե կիսամյակի վերջում կամ տարվա վերջում երեխան ինչ առաջադիմություն է ունենալու։ Գնահատականի 3 տեսակ կա այժմ՝ հայտորոշիչ, ձևավորող եւ ամփոփիչ։
Հայտորոշիչ գնահատականը դրվում է տարվա սկզբին, կիսամյակի սկզբին կամ որոշակի թեմայի ուսումնասիրման սկզբին։ Այսինքն, երբ պարզապես դուրս է հանվում, այսպես ասենք, երեխայի նախնական գիտելիքը տվյալ առարկայի կամ տվյալ կիսամյակի սկզբին։ Ձևավորող գնահատումը կրում է ամենօրյա բնույթ։ Երբ աշակերտը գալիս է, պատմում է դասը կամ ներկայացնում է տնային հանձնարարությունը ու ստանում է գնահատական արդեն ֆիդբեքի տեսքով, նույն ինքը հետադարձ կապի։ Այստեղ ոչ թե ստանում է միավորային գնահատում, այլ ուսուցիչը տվյալ պահի դրությամբ ասում է իր առաջադիմությունը կամ հակառակ, եթե ունի հետընտած աշակերտը։ Սովորաբար դա արվում է խոսքի տեսքով եւ ուսուցիչը օրինակ կարող է ասել. ապրես նախորդ անգամվա համեմատ դու արդեն ավելի լավ ես վերլուծում տեքստը։ Ինչ վերաբերում է ամփոփիչ գնահատմանը, ամփոփիչ գնահատումը արդեն միավորային գնահատում է, իհարկե կարող է լինել նաև բնութագրող գնահատական, բայց թեմատիկ աշխատանքն է գնահատվում։ Թեմատիկ աշխատանքը այն բաժինն է, երբ իր մեջ ներառում է բոլոր 5 թեմաները, տվյալ մեծ թեմայի։ Եվ թեմատիկ աշխատանքի ժամանակ հիմնականում թեմատիկը լինում է գրավոր աշխատանք, ներառում է տվյալ թեմայի բոլոր դասերը։ Այսինքն այստեղ աշակերտը ցույց է տալիս իր ընդունակությունները եւ ցույց է տալիս իր սովորածը թեմայի վերաբերյալ։ Հիմա ինչ մնում է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գնահատմանը, ես մշտապես դեռևս փոքր ժամանակվանից, երբ ես եմ դպրոց հաճախել, ինձ մոտ միշտ կար այն կարծիքը, որ միավորային գնահատականը սուբյեկտիվ է։ Եվ դա կապված էր ոչ այնքան նրա հետ շատ ժամանակ, թե ինչքան լավ էր սովորել աշակերտը, այլ կապված էր նաև անձնական սիմպաթիայի հետ։ Այսինքն ինչքան էր ուսուցիչը սիրում տվյալ աշակերտին կամ չէր սիրում տվյալ աշակերտին։ Եվ սովորաբար միավորային գնահատման խնդիրը կայանում էր նաև նրանում, որ եթե դու կիսամյակի սկզբին ռուսաց լեզուն, ասենք, վերցնենք որպես օրինակ, անդադ 3-ներ էիր ստանում կամ 4-եր էիր ստանում, ապա կիսամյակի վերջին անգամ, եթե դու քո բոլոր ջանքերը ներդնեիր եւ իրականում արդեն ձգում էիր 5-ի, միևնույնն է ուսուցիչը քեզ չէր դնում 5, մեկնաբանելով, որ տարվա կիսամյակի սկզբից գնահատականները եղել են այսպիսին, հիմա ես չեմ կարող քեզ դնել այլ գնահատական։ Բնականաբար այստեղ օբյեկտիվության մասին անգամ խոսք լինել չէր կարող։ Կա եւս մեկ այլ խնդիր գնահատման հետ կապված, որ թե ծնողներին, թե ուսուցիչներին շատ ավելի հեշտ է տեսնել միավորային գնահատում, քան գրված բնութագրող կամ խոսքային միավոր դա լինի, որը բնութագրում է իրականում աշակերտի տվյալ ժամանակահատվածի տեղաշարժը ուսումնառության կտրվածքով։ Եվ ամենակարևորը, ինչը մենք պետք է հիշենք, դա այն է, որ մենք չենք կարող վերցնել կրթական նոր չափորոշիչ, բայց գնահատումը անել հին չափորոշիչով, որովհետև փոխվել է կրթության տրամաբանությունը առհասարակ։ Անի, երբ դու խոսում էիր, ես մտածում էի, արդյոք նախարարությունը ճիշտ ուղով է գնացել։ Փոխաբերական իմաստով մի հատ օրինակ բերեմ, եթե ես կառուցեմ շենք, ես անպայման կսկսեմ շենքը կառուցել հիմքից, այլ ոչ թե 4-րդ կամ 5-րդ հարկից։ Հիմա ես ճիշտ է ոլորտի մասնակետը չեմ, բայց իմ մոտ տպավորություն է, որ նախարարությունը սխալ տեղից է սկսել եւ փոխանակ պատրաստեին մանկավարժներ, ովքեր իրենց իսկ կրթությունը ստացած կլինեին եւ մանկավարժության հմտությունները սովորած կլինեին ըստ նոր կրթական չափորոշիչների, իրենք թեստային ժամանակաշրջան անցկացրեցին Տավուշի մարզում, ստացվեց այդ փորձը եւ միանգամից ներդրեցին ամբողջ Հայաստանում, բայց արդյոք մենք ունենք այդ որակավորման մանկավարժները, ովքեր կկարողանան այդ նոր կրթական չափորոշիչի համաձայն կրթություն մատուցել մեր երեխաներին։ Ինձ թվում է ոչ եւ այստեղ այս ամենը լի է եւ հղի է տարբեր վտանգներով, քանզի մենք ունենք նաեւ դառը փորձ 2000-ականների վերջերում 2008-9 թվականին, եթե չեմ սխալվում, ներդրվեց այն ժամանակ եւս նոր կրթական չափորոշիչ, եթե ինձ չի դավաճանում իմ հիշողությունը, Բոլոնյան համակարգը ներդրվեց եւ մենք այդպես էլ
տես անցել է 16-17 տարի, մենք այդպես էլ չհասկացանք ինչ էր ինքը իրենից ներկայացնում, ինչի համար ներտրվեց, ինչ արդյունք տվեց։ Միայն հասկացանք այն, որ առաջ սովորում ենք դպրոցում 10 տարի, դրանից հետո ներդրումից հետո արդեն սկսեցին աշակերտները սովորել 12 տարի։ Փաստացի մենք ունենք կրթական համակարգում մեկ անհաջող փորձ, հիմա երկրորդն ենք ներդնում եւ կարծես թե նույն սկզբունքով այն ժամանակ էլ վերապատրաստում այդպես մեծ մասշտաբի վերապատրաստում չեղավ, նոր որակի մանկավարժներ չկրթվեցին, որ ներդրվեին, միանգամից որոշվեց եւ գրչի ստորագրությամբ ներդրվեց եւ ռեզուլտատը չեմ կարող ասել, որ այդքան էլ հաջող էր։ Հիմա երկրորդ փորձը, ինչի է այսպես վարվում նախարարությունը։ Իրականում շատերի մոտ կա այս կարծիքը, որ երկրորդ կամ երրորդ փորձն էր, բայց վերադառնալով Բոլոնյան համակարգին, պետք է ասեմ, որ Բոլոնյան համակարգի ներդրումը ավելի շատ համալսարանական կրթության մասին էր խոսքը, բայց քանի որ այն ներդրվեց 2005 թվականին Հայաստանում եւ դրանից անմիջապես 1 տարի հետո 2006 թվականին նաեւ ներդրվեց արդեն 12-ամյա կրթությունը, շատերի մոտ եղավ այս թյուրըմբռնումը, որ Բոլոնյան համակարգը եկավ եւ ամեն ինչ փոխեց։ Հիմա տես, իրականում 2005 թվականին Բոլոնյան կրթության մուտքը Հայաստանի Հանրապետություն մի շարք իր հետ բերեց դրական կողմեր, բայց ելի իր հետ ուներ նաեւ մարտահրավերներ։ Ինչ էր իրենից սա հիմնականում ներկայացնում։ Նախ մինչև Բոլոնյան համակարգի ներդրվելը ուսանողը սովորում էր 5 տարի։ Եվ համարվում էր, որ ինքը մագիստրանտ է, հա, այսպես ասած, լիարժեք կրթություն է ստացել։ Բոլոնյան համակարգը եկավ ու հստակ առանձնացվեց բակալավր, եւ մագիստրատուրա։ Բացի դրանից ներդրվեց արդեն կրեդիտային համակարգը, երբ ուսանողը հավաքում է կրեդիտներ։ Ու ըստ իր տրամաբանության մեջ Բոլոնյան համակարգը հենց եվրոպական այն մոդելն էր, որը տարավ նաև հանրակրթությունը դեպի այնտեղ, որտեղ մենք հիմա գտնվում ենք։ Այսինքն մենք չէինք կարող փոխել միայն մեկ բաղադրիչը, մյուս բաղադրիչը չփոխել։ Այստեղ ստացվում է քո ասածը, արդեն իսկ Բոլոնյան համակարգը ներդրվել էր, արդեն իսկ կրթական ակադեմիական կրթությունը փոփոխվել էր եւ հիմա կարիք էր գալիս նաև դպրոցական ակադեմիական կրթությունը փոխել, համաչափ դարձնել։ Միջազգային նաև ասեմ շատ կարևոր մաս Բոլոնյան համակարգը իր հետ բերեց, որ արդեն սովորողները Հայաստանում սովորողները ինչ որ չափով ձեռք էին բերում միջազգային դիպլոմ եւ նաև իրենք Erasmus կրթական ծրագրով կարող էին գնալ, վերապատրաստվել, հետ գալ, ինչն էլ իր հետ բնականաբար նաև խոսում էր այն մասին, որ արդեն իսկ եվրոպական կրթական մոդելներին էին տիրապետում դուրս գնացած սովորածները։ Այսինքն, եթե դու նախկինում 2002-3 թվականին դիմեիր, չէր կարող մասնակցել Erasmus Mundus ծրագրին։ Կարող էիր, բայց Erasmus Mundus-ը ոչ, եկել է 2005 թվականից եւ մինչեւ 2005 թվականը բավականաչափ ուսանողները կաշկանդված են եղել։ Այն ժամանակ ավելի շատ Ամերիկայի դեսպանատուն էին դիմում, այնտեղ կային տարբեր ծրագրեր, 10-րդ դասարանցիներն էին գնում 1 տարի սովորում հետ գալիս, հետո արդեն բակալավր ավարտած ուսանողները կարող էին գնալ մագիստրատուրա Ամերիկայի Միացյալ Նահանգներում սովորեին հետ գային, բայց Erasmus Mundus-ի մասին մենք իմացանք 2005 թվականից։ Եվ հիմա տես, քանի որ կարելի է համարել զուգահեռաբար ասել, որ 2006 թվականին էլ մենք անցանք 12-ամյա կրթությանը, սա իր հետ բերեց դպրոցի բաշխվածությանը, նա այսպես ասած։ Երբ աշակերտը պետք է սովորեր մինչև 9-րդ դասարան, ավարտեր հիմնական դպրոցը, հետո արդեն կամ կրթությունը թողնում էր կիսատ, կամ էլ ինքը գնում էր ավագ դպրոց։ Դրանից հետո արդեն 2000, եթե չեմ սխալվում, 8-9 թվականներին կրթությունը, պարտադիր կրթությունը դարձավ մինչև 12 տարին, այսինքն 9-րդ դասարանը ավարտելուց հետո աշակերտը պարտադիր կարգով պետք է ընտրեր, կամ գնում էր քոլեջ, կամ գնում էր ավագ դպրոց։ Եվ ինչն էր ամբողջ տրամաբանությունը։ Սա պարզապես տարիների քանակի ավելացում չէր, ինչպես շատերը
ծնողներից մեծ մասը նաև մանկավարժներ հենց հիմա էլ այդպես արտահայտվում են, ասում են ինչ իմաստ ուներ կրթությունը երկարացնել։ Իրականում կրթությունը չէին երկարացնում, կրթությունը բովանդակային փոփոխությունների պետք է ենթարկվեր, սկսած նրանից, որ երեխան 6 տարեկանից էր գնալու դպրոց, սկսած նրանից, որ աշխատանքը դպրոցում պետք է աշակերտի հետ այլ բնույթի լիներ, այսինքն խմբային աշխատանքներ իրենք պետք է անեին, ուսուցիչները այսպես թե այնպես դեռևս 2006 թվականից ունեին այդ գործիքակազմը, այսինքն ոչ թե միայն ուղղահայաց գիտելիք փոխանցեին աշակերտին, այլ անեին խաղային մեթոդներով կազմակերպեին իրենց ուսումնական process-ը։ Աշակերտներին բաշխեին տարբեր խմբերի եւ խմբային աշխատանքներ անեին։ Այսինքն դեռևս 2006 թվականից մինչև 2023 թվականը քո ասած այդ հիմքը կար։ Մնում էր պարզապես այդ հիմքը լավ աշխատեցնել։ Անի, այստեղ ես պետք է քեզ ընդհատեմ, ինձ թվում է մենք տարբեր Հայաստաններում ենք ապրել։ Դու հիմա նկարագրեցիր իդեալական կրթական մոդել, որի արդյունքում հիմա, չգիտեմ, մենք արդեն պետք է լուսին թռած լինեինք, բայց գործնականում ես չեմ տեսել տարբերություն 2002, 4, 6 թվականում կրթական process-ներում։ Ես ինքս սովորել եմ ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանում, այսինքն կարելի է ասել 2004 թվականից 2005 թվականից ես նաև այդ բուհական կյանքն եմ տեսել եւ 2000 մինչև 11 թվականը ես եղել եմ այդ միջավայրում, այսինքն 7 եւ ավել տարի։ Ես տարբերություն չեմ տեսել, որտեղ են քո այդ ասած փոփոխությունները կրթության մեջ։ Այսինքն այն ինչ ես տեսել եմ 2004 թվականին, մինչև 2011 թվական նույն բանն էր։ Միջավայրային փոփոխություններ չկար։ Միջավայրային փոփոխություն չի եղել, իրականում քո ասածը մնացել է թղթի վրա։ Եվ եթե հետհայացք ենք գծում, այո, իրականություն փոխվեց գլոբալ առումով 2023 թվականին, երբ մենք ներդրեցինք նոր չափորոշիչը։ Սա մի քանի խնդիրների հետ է կապված եւ ամենամեծ խնդիրը այն է, որ երբ որ դու ունես թղթի վրա ստորագրված արդեն նախագիծ կամ նոր կրթական համակարգ ես ներդրել, նոր չափորոշիչ ես ներդրել, դա չի նշանակում, որ դու հաջորդ օրը իրեն փակում ես ու ապահով դնում ես տարակում։ Այստեղ խոսքը նաև գնում էր վերապատրաստումների մասին, ֆինանսական լուրջ ներդրումների մասին, որը ցավոք մենք չտեսանք։ Հիմա մի փոքր մեր հետևորդներին կթվա, թե քաղաքական հայացքներ պետք է ասեմ կամ քաղաքականություն պետք է դեպի գնամ, բայց այո, ցավոք մենք այն ժամանակ ունեցել ենք կրթության, գիտության այն ժամանակ կրթության, գիտության նախարարներ եւ այսպես ասած ոլորտի ջատագովներ, ովքեր ընդհանրապես ոչ մի բան չեն արել կրթական ոլորտի փոփոխության համար։ Այսինքն իրենք շատ գեղեցիկ ստորագրման պահը ցուցադրել են եւ վերջ։ Մենք այդ մասին մոռացել ենք։ Սա է եղել հիմնական պատճառը։ Սա է եղել ֆինանսներ չտրամադրելը։ Եթե դու չես ներդրում չես անում կրթության մեջ, ուրեմն դու ոչ մի բան չես կարող անել։ Պետք է լինեին համապատասխան դասագրքեր, թարմացված դասագրքեր, պետք է լինեին խաղային մեթոդների ձեռնարկներ, որը երբևիցե մենք չենք ունեցել։ Սա վերաբերում է թե բուհական կրթությանը, որովհետև բուհական կրթությունն էլ էլի ինքը չէր ենթադրում 30 եւ 40 ավել տարիներ անընդհատ ձեռքից ձեռք փոխանցված այդ լեկցիաների տարբերակները, որը դու անգամ երբ դասախոսը փորձում էր կարտալ, արդեն ինքն էլ էր մոռանում ինչ է կարտում, եւ դու էլ արագ-արագ պետք է գրեիր, որպեսզի ոչ մի բառ բաց չթողնեիր, ու շատ ժամանակ կտրված կերմեց խզում էր գնում այն ինչ դու սովորում ես եւ այն ինչ դու աշխարհում տեսնում ես, որովհետեւ դու սովորում ես մի բան, որը արդեն վաղուց գոյություն չուներ։ Եվ այո 2018 թվականից ի վեր կրթական համակարգում շատ բան է փոխվել։ Մենք առաջին անգամ թարմացված դասագրքեր տեսանք արդեն 2018 թվականից հետո։ Իսկ 23 թվականին, երբ կրթական նոր չափորոշիչը ներդրվեց, մենք տեսնում ենք վերապատրաստումներ, մենք տեսնում ենք թարմացվող դասագրքեր, մենք տեսնում ենք տպագրվող ձեռնարկներ, մենք տեսնում ենք աշխատանք, մենք տեսնում ենք նաև ֆինանսական ներդրում։ Չմոռանանք այստեղ նաև շատ կարևոր է մարդկային ֆակտորը։ Եվ եթե չկա հստակ դրված պահանջ,
Մարդը չի ցկտում գնալ մեկ քայլ առաջ։ Այն ժամանակ չկար պահանջ եւ նույն մանկավարժը ինքը չէր ցկտում մեկ քայլ առաջ գնալ, մեկ քայլ ինքնակրտվել։ Հիմա պահանջը նաև դրված է մանկավարժի առաջ, որ եթե դու ուզում ես հաջողել, եթե դու ուզում ես ավելի շատ աշխատավարձ ունենալ, եթե դու ուզում ես ունենալ ավելի շատ աշակերտներ, ովքեր, այսպես ասած, քո հետևից կգան, դու պետք է աշխատես։ Այսօր ես տեսնում եմ նաև մանկավարժության հանրույթի մեջ, որ իրենք ուզում են աշխատել։ Այո, ես քեզ հետ համաձայն եմ նաև այնքանով, որ այն մարդիկ, ովքեր սովորել են 30 տարի առաջ կամ 20 տարի առաջ, բնականաբար իրենց մտածելակերպի մեջ կտրուկ փոփոխություն անելը շատ դժվար է։ Ես հասկանում եմ, որ շատ մանկավարժների համար իրականում դժվար է ընդունել կրթական նոր մարտահրավերները, որովհետև իրենք լրիվ այլ ստիպված են այլ, այսպես ասած, աշխարհում համակերպվել։ Բայց այնպես չի, որ միայն երիտասարդ կադրերն են ցկտում ինքնակրթվել կամ միայն երիտասարդ կադրերն են պատրաստ գալ եւ նոր չափորոշիչով աշխատել։ Խոսքս ամփոփելով նաև ուզում եմ ասել, որ նոր ներդրված այս չափորոշիչը ու հիմնականում գնահատման համակարգը կարող է իրացվել եւ աշխատել միայն այն պարագայում, երբ մանկավարժները սկսեն անհատական մոտեցում ցույց տալ յուրաքանչյուր սովորողի։ Բայց այս պարագայում հնարավոր է դա անել։ Տես, մեր դպրոցները, եթե ինչ-որ միջին թիվ ենք վերցնում, 20 եւ ավել աշակերտներ կա դասարանում։ Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ որ 40-45 րոպեանոց դասի ժամանակ ուսուցիչը կկարողանա անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր աշակերտին։ Զուտ մաթեմատիկորեն, թվաբանական, եթե հաշվում ես, ամեն երեխային գոնե 10-ին 5 րոպե տրամադրելով 20 երեխայի պարագայում դա ստացվում է 100 րոպե, այսինքն շատ ավելի շատ, քան տրամադրված է ըստ նաև այդ նույն կրթական չափորոշիչի։ Արդյոք ճիշտ է այս համամասնությամբ դասարաններ ունենալը եւ եթե մենք պահանջում ենք, որ ուսուցիչը իրացնի, դες մենք խոսեցինք, կարելի ասել ինչ որ չափ հասկացանք, թե ինչ է պահանջվում ուսուցիչ, որպեսզի իրացնի այս նոր կրթական չափորոշիչը, բայց արդյոք մենք կարող ենք միայն պահանջել մանկավարժներից, որ իրենք իրացնեն այս կրթական չափորոշիչը եւ չտալ գործիքակազմ, որ իրենք իրացնեն, չտանք աշխատանքի տիրույթ, այսինքն մենք պահանջում ենք, բայց դրել ենք գրեթե անելանելի իրավիճակի մեջ։ Ես պատկերացնում եմ, որ եթե այս ուղղությամբ ենք մենք շարժվում, մեր դասարանները պետք է փոքր լինեն ավելի։ Այսինքն դասարանում եթե լինի 10-12 աշակերտ, ավելի հեշտ կլինի դասապրոցեսը կազմակերպել, ավելի հեշտ կլինի դասարանը կառավարել, ավելի հեշտ կլինի անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր երեխային։ Բնականաբար ուսուցչին պետք չէ մենակ թողնել եւ այնպես չի, որ միայն ուսուցչի ուսերին պետք է դրվի այդ ահռելի բեռը եւ ասել, որ մենք ունենք նոր չափորոշիչ, խնդրեմ, սա է, հարմարվեք կամ մի հարմարվեք, ձեր խնդիրն է։ Իդեալական ցավոք ոչ մի բան չի լինում եւ անգամ չափորոշիչը, դասագրքերը, գնահատման համակարգը անվերջ կարելի է իրենց խնդիրների մասին խոսել եւ առաջարկել հնարավոր լուծման տարբերակներ, բայց նաեւ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր բարեփոխում կամ յուրաքանչյուր նոր ներդրված համակարգ որոշակի ժամանակահատված ամեն դեպքում պետք է անցնի փորձաշրջան, որպեսզի հասկանանք ուժեղ եւ թույլ կողմերը։ Եվ այս թույլ կողմերից իհարկե դասարանների քանակն է, դասարանում աշակերտների քանակն է, բայց սա եւս հիմա քննարկվում է ու ինչքանով որ տեղեկացված եմ, առաջիկայում նաեւ այս հարցն է լուծվելու դասարանները բեռնաթափելու համար, որովհետև իրականում եթե մենք ուզում ենք անհատական մոտեցում աշակերտակենտրոն կրթություն, չենք կարող դա իրացնել 30-32 կամ ավելի շատ աշակերտներ ունեցող դասարանում, սա պարզապես տեսականորեն հնարավոր չի, եւ մեկ ուսուցիչ 30 աշակերտ անգամ խմբային աշխատանքի ժամանակ իրականում ուսուցիչը չի կարող վերահսկել եւ բոլորին անհատական մոտեցում ցույց տա, պատասխանի յուրաքանչյուր սովորողի անհատական կարիքներին։ Սա եւս գործընթացը սկսվում է։ Անի լավ, բայց ինչ որ մեկ իր հարց տվել է նույն պատասխանատու գերտեսչությունում կամ մանկավարժական հանրույթում, երբ որ քննարկումներ են տեղի ունենում կամ փորձագիտական հենց ձեր մոտ
երբ որ քննարկումներ լինում, ինչ որ մարդ հարց տվել է, լավ ինչի է այդպես, որտեվ ես դիցուկ Երևանում դպրոց կա գիտեմ, իրենք հեռու են ընդամենը միջև 1 կիլոմետր, այսպես ասեմ, եւ մի դպրոցը քեզ ծանրաբեռնված է, իսկ մյուս դպրոցը ծանրաբեռնված չէ, թերի քիչ աշակերտների քանակը հարց տվել է ինչ որ մարդ, ինչի է այդպես։ Իրականում ես շատ կուզենայի, որ ունենայինք հետազոտող մանկավարժներ կամ հետազոտող մանկավարժների խմբեր, որոնք կրթությանը առնչվող տարբեր ոլորտներ կուսումնասիրեին եւ վերջում թվային ու որակական տեսքով հետազոտություն կտային նույն նախարարությանը։ Կարող է այդ մարմինը լինել նախարարությանը կից կամ հենց նախարարության մեջ ներդրված ինչ-որ մարմին, որը արագ արձագանքման խումբ կլինի, եթե կարելի է այդպես ասել։ Ես ինչքանով որ տեղյակ եմ, չկա նման հետազոտություն կամ նման հաշվետվություն, թե ինչն է խնդիրը։ Իմ սուբյեկտիվ գնահատականով եւ իմ անձնական դիտարկումներով մի քանի պատճառ կա սրա համար, թե ինչի են որոշ դպրոցներ խիստ ծանրաբեռնված եւ որոշ դպրոցներ ունեն անգամ աշակերտի խնդիր։ Նախ եւ առաջ այստեղ գործում է սառաֆանային ռադիոյի էֆեկտը, երբ մարդիկ մեկը մյուսին ասում են արի երեխային տար այս դպրոց, որովհետև մանկավարժներն են այստեղ լավը, այստեղ երեխան առաջադիմություն է գրանցում եւ բնականաբար ծնողը միշտ լսում է այն մեկ ծնողին, ով արդեն տվյալ դպրոցում ունի երեխա։ Իհարկե սա ինչքանով է օբյեկտիվ, ինչքանով է սուբյեկտիվ պատճառ, էլի շատ անպարզ է, որովհետև դու ինձնից լավ գիտես, յուրաքանչյուր ոլորտում, եթե մասնագետը կամ ինչ-որ մեկը անուն է հանում, սա նաև չի նշանակում միայն բացարձակ իր դրական որակների մասին։ Այլ նաև այստեղ կա այն պահը, երբ բոլորս ցկտում ենք գնալ այնտեղ, ինչի մասին շատ խոսում են, գնալ այն մասնագետի մոտ, ում մասին շատ խոսում են, երբեմն անգամ որակի մասին չենք մտածում։ Սա մեկն է։ Բնականաբար չենք կարող նաև ցածրացնել տվյալ դպրոցների այդ անվան հետ կապված, այսպես ասած, իրենց տարած աշխատանքը, որովհետև հիմնականում այո, եթե նայում ենք այն դպրոցները, որտեղ երեխաները շատ են, իրենք նաև տալիս են լավագույն կրթություն։ Եթե մենք նայում ենք, այնտեղ աշխատում են մանկավարժներ, մասնագետներ, ովքեր պատրաստ են անընդհատ մեկ քայլ առաջ քայլել ժամանակից, որպեսզի նաև հասկանան աշակերտին, որպեսզի նաև հասկանան ծնողին։ Բայց մեկ այլ կարևոր խնդրի մասին եմ ուզում խոսել։ Տևական ժամանակ, համենայն դեպս 88-ի երկրաշարժից հետո, հայաստանյան դպրոցները, ոչ միայն Աղետի գոտում, այլ առհասարակ Հայաստանի դպրոցներում չեն կատարվել վերանորոգման աշխատանքներ։ Հայաստանում կան, մինչև այսօր կան դպրոցներ, որոնք խիստ սովետական տիպային դպրոցներ են, արդեն բավականին վատ վիճակում եւ բնականաբար ծնողը նաեւ նայում է արտաքին հարդարմանը, նայում է այն հանգամանքին, թե արդյոք դպրոցում կա ֆիզկուլտուրայի դահլիճ, արդյոք դպրոցում կա ջեռուցման համակարգ, արդյոք դասարանները գեղեցիկ են կահավորված։ Սա եւս մեծագույն խնդիր է։ Ու բնականաբար այն քաղաքներում ու համայնքներում, որտեղ կան դպրոցներ, որտեղ մեկ դպրոցը շատ լավ է կահավորված, գեղեցիկ է, այդտեղ հաճելի է գնալ, բոլորը կուզենան երեխաներին տանել հենց այդ դպրոցներ։ Եվ պետք է էլի նշեմ, որ 2025 թվականից նաև կառավարությունը այս մասին է հոգ տանում, այսինքն կառուցվում են, վերակառուցվում են դպրոցներ, զրոյից են կառուցվում դպրոցներ, մանկապարտեզներ, որոնք արդեն ավելի գրավիչ են, որոնք համապատասխանում են բոլոր այն չափորոշիչներին, որ դպրոցները պետք է ունենան։ Հագեցած լաբորատորիաներ, գեղեցիկ կահավորված դասասենյակներ, ու բնականաբար սա եւս ազդում է եւ աշակերտի տրամադրության վրա, եւ ծնողի տրամադրության վրա։ Ու կտեսնենք, որ վերանորոգված դպրոցներ արդեն կսկսեն հաճախել նաև այն դպրոցի երեխաները, ովքեր մինչև այդ գնացել են թեկուզ իրենց տնից ավելի հեռու դպրոց, հենց միայն այն պատճառով, որ այդ դպրոցը ավելի տաք է, որ դպրոցում
կան գեղեցիկ դասասենյակներ, ոչ դպրոցը ունի դահլիճ, ոչ դպրոցը ունի սպորտային դահլիճ եւ այլն, հա։ Սա շատ կարեւոր խնդիր է։ Ես ինքս երբ որ փողոցում քայլում եմ կամ շփվում եմ տարբեր ծնողների հետ, իրենցից հենց այդ արձագանքը լսում եմ, որ իրենք մտածում են երեխային կտեղափոխեն արդեն նորոգված դպրոց, բնականաբար իրենց տանը այդ դպրոցը ավելի մոտ է, ու իրենք խոստովանում են, ասում են առաջ որ մտնում էի այդ դպրոց, ես վախենում էի, անդադ ինձ մոտ այդ տպավորությունն էր, որ կարող է դպրոցը փլվի երեխայի գլխին, բայց հիմա բնականաբար ծնողին էլ է շատ ավելի հեշտ երեխային տանել իր տանը մոտ դպրոց, քան ասենք 3-4 թաղամաս հեռու տանել զուտ նրա համար, որպեսզի դպրոցը լինի լավը։ Ու բնականաբար մրցակցությունն էլ արդեն մանկավարժների մեջ էլ առողջ մրցակցություն կլինի։ Այսինքն մանկավարժներն էլ կցկտեն ավելի ինքնակրթվել, զարգանալ, մրցել նաև դպրոցները կսկսեն մրցել իրար մեջ։ Ես գտնում եմ, որ մենք կրթական մեր համակարգը հիմա վերելք է ապրում։ Շատ լավ, եւ այս դրական նոտայի վրա թերևս այսօրվա վերջի հարցը, որի մասին ուզում եմ խոսենք, ինչ կունենանք մենք 5 տարի անց այս նոր կրթական չափորոշիչով։ Հարցդ բավականին դժվար է, որովհետև 5 կամ 6 տարի հետո շատ դժվար է կանխագուշակել այն պարագայում, երբ արհեստական բանականությունը լիարժեքորեն մտել է կրթական համակարգ եւ միգուցե մինչ մենք սովորում ենք մեր չափորոշիչին, կրթական նոր չափորոշիչին, 3 տարի հետո օրինակ կպարզվի, որ այդ չափորոշիչը արդեն շատ հետ է մնացել եւ մենք ստիպված ենք մշակել նոր չափորոշիչ։ Ամեն դեպքում այն, ինչ հիմա կարող եմ կանխագուշակել, տեսնելով նաև մեր մանկավարժների կատարած աշխատանքը, տեսնելով նաև այն լուսավոր սերունդը, որ մենք հիմա ունենք, այն խելացի սերունդը, որ մենք հիմա ունենք, ես վստահ եմ, որ 5-6 տարի հետո մեր կրթական համակարգը լինելու է չասեմ ամենալավագույնը, բայց լինելու է մրցունակ, լինելու է եվրոպական ստանդարտներին մոտ դպրոց, կրթական համակարգ, այն որ մենք ասում ենք անդադ շատ լավ կրթական համակարգ ունի Շվեդիան, Ֆինլանդիայի կրթական համակարգը իդեալական է, ես իրականում տեսնում եմ, որ մենք քայլ-քայլ գնում ենք դեպի մեր երազած կրթական համակարգը։ Ես կուզենայի, որ մեր կրթական համակարգը նման չլիներ ոչ շվեդականին, ոչ ֆինլանդականին, այլ լիներ հայկական կրթական համակարգ եւ համաշխարհային շուկայում մենք ինքներս լինեինք կրթության մատակարարող։ Իսկ եթե ես ինքս պատասխանեմ այդ հարցին 2031 թվականին, այսինքն 5 տարի անց, ես կուզենայի, որ մենք կրթության համակարգում եւ հատկապես քննադատման համակարգում չունենայինք ոչ մի ճգնաժամ։ Կրթություն այսօր ոդքասթն է եթերում։ Կհանդիպենք։